Ինչպես պարզվում է, եթերը Մենդելեևի պարբերական աղյուսակում բացակայող առաջին էլեմենտն է։ Եվս 4 քաղաքներ նույնպես սնուցվել է եթերից ստացած էներգիայով։ Սկսենք հեքիաթ դիցից։ Բառը ինքը անվանում է, ինքը հուշում է, որ գործ ունենք բանահյուսության ստեղծման և պահպանման հետ։ Անմիջական առնչություն ունի այս տեսիլքը հենց Արտաշատի լուսավորման հետ, դրա համար մեր հարցադրումները մասամբ նաև այս տեսիլքի հիման վրա կատարվեցին և այո, բանից պարզվեց, որ Արտաշատը ունեցել է գիշերային լուսավորում։ Նշենք նաև մի փաստ, որի մասին չենք խոսել։ Բանից պարզվում է, խորենացուց առաջ Արտաշեսը գրի է առել հայոց պատմության 4 հատորյակ։ Իկոնան Քրոնոսի և Աստրիդի դուստրն է, նա հովանավորում է կուռքերի և իկոնաների պաշտամունքը, այսպես ասած։ Արցունքների, արյան, մյուրոնի արտազատումը այդ քանդակներից, արձաններից և սրբապատկերներից հենց կատարվում է իկոնադիցի հրահանգով նրա օգնականների միջոցով։ Նրա հրաշագործությունների շնորհիվ Եվ շնորհակալություն բոլոր այն հետևորդներին, ովքեր ինչ-որ չափով աջակցում են մեր աշխատանքներին։ վեներական հիվանդություններն էլ նրա անունով են կոչվում։ Հրեշտակը բացառիկ գեղեցկություն ունի և նրա անունով որոշել են կոչել բոլոր նորածին դիցերին։ Նա է այս ներկայացրել այս բողոքը, թե ինչու պիտի ստացվի այդպես, ենթադրենք մարդը հասավ այս աստիճանի և հետագայում պիտի դառնա դից, հետո որոշեց, որ ինքը պետքա գնա Արամազդի կողմը և դառնա այն, ինչ ուզում է։ Այո։ Մի հատ ստուգենք, տեսնենք ինքը դիմանու է այդ գայթակղությանը։ Այո, կարող է ինքն ուզում է մեզ մոտ գալ և դառնալ Քրոնոսի հետևորդ դից։ Իսկ եթե չի ուզում, ուրեմն չի գայթակղվի։